քաղաքական ինքները Հայաստանում փոխվել է, քաղաքական կուրսը փոխվել է, այդ առումով հենց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մի քիչ ավելի դժվարություններ կան, սակայն աշխատում ենք, որպեսզի պատմական արդարությունը վերականգնվի եւ Իսպանիան լրացնի այն երկրների շարքը, որոնք ճանաչել են ցեղասպանությունը։ Բացի դրանից իրականացրել ենք բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնք թույլ են տալիս իսպանացիներին ճանաչել հայոց մշակույթը, հայոց բազմադարյա պատմությունը եւ ավելի ներկայանալի լինել իսպանական շրջանակներում։ Շնորհակալություն Արարատ, եւ ես կուզենայի հետեւյալ հարցը տալ Հայաստանի Հանրապետությունը վերջիվերջո մեծ հաշվով երբեք էլ իրեն չի դրսևորել որպես աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի պետություն, այսինքն ես չգիտեմ որքանով է ասենք Իսպանիայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող հայ ազգում, որ ինչ-որ պետություն ունի որոշակի գործառույթներ կամ պաշտպանություն։ Այդ իմաստով Հայաստանը երբեք ազգային պետություն չի եղել, բայց ինչպես կգնահատեք Հայաստան պետության այս կուրսի փոփոխությունը, հատկապես ցեղասպանության հետ կապված, արդյոք ազդել է դա Հայաստան-Սփյուռք ընդհանուր կապերի վրա, արդյոք այն մշակութային օժանդակությունը, որը ուներ Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի տարբեր գաղթօջախների, դպրոցների, հայկական համայնքների հետ, այդպիսի ծրագրերը շարունակվում են։ Ընդհանրապես ինչ եք տեսնում դուք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ապագան, ինչպես եք տեսնում Հայաստանի այս կուրսի պահպանման պարագայում։ Իհարկե, առաջին հերթին պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչպես է ստեղծվել Սփյուռքը, ինչու է ստեղծվել Սփյուռքը, եթե հաշվի չառնենք 15-րդ, 16-րդ դարերում ստեղծված գաղթօջախները, այն ժամանակ, երբ որ հայկական լեռնաշարում հայկական պետականություն չի եղել։ Ընդհանուր առմամբ Սփյուռքը ստեղծվել է ցեղասպանությունից հետո։ Եվ եթե աշխարհը դեռևս եւ առավել եւս Թուրքիան դեռևս չի ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ այս հարցը տեսնում ենք, որ միտում կա, որ ուզում են հանել Սփյուռքի օրակարգից, այսպես ասենք, օրակարգից, դա նշանակում է, որ ինչ որ բան խաթարվել է հենց Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Մոռացության տալով այդպիսի կարևոր իրադարձություն, ինչպիսին հայոց ցեղասպանությունն է, այն դեպքում, երբ որ աշխարհի տարբեր երկրներ արդեն սկսում են ճանաչել այն, թեկուզ դա լինի քաղաքական նկատառումներով, թեկուզ դա լինի իրենց շահերի նկատառումներով, այնուամենայնիվ ճանաչում են, որոշ դեպքերում նաև դա որպես գործիք են օգտագործում, այդուհանդերձ մենք այս կուրսը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կուրսը չպետք է թողնենք։ Մենք միշտ պիտի լինենք առաջամարտիկը, միշտ պիտի լինենք այն պայքարողը, որը պայքարել է հենց պատմական արդարության վերականգնման համար։ Ի վերջո, ես կարծում եմ, որ ժամանակ է գալու, երբ որ Թուրքիան նույնպես ճանաչելու է հայոց ցեղասպանությունը, այդ դեպքում մենք ինչ ենք անում, ինչ ենք ասելու։ Ասելու ենք պետք չի ճանաչել։ Ես կարծում եմ, որ այս առումով շատ համայնքներում, Սփյուռքի շատ համայնքներում հենց համայնքի միասնությունը պահպանել է այս պատմական արդարությունը վերականգնելու համար պայքարը։ Եթե մենք այդ պայքարը լքում ենք, ուրեմն նշանակում է այդ միասնությունն է, Սփյուռքի մեջ միասնությունը աստիճանաբար թուլանում է։ Սա է մեզ որոշ դեպքերում, ամեն դեպքում որոշ դեպքերում միավորը։ Բացի դրանից, եթե խոսքը վերաբերում է օրինակ Իսպանիայի հայ համայնքի մասին, ասենք, որ
այնքան համայնք չէ, չի ձևավորվել ցեղասպանությունից հետո, բայց նաև մենք ժառանգներ ենք եւ տեսել ենք այն դարաշրջանը, երբ որ անկում է ապրել Խորհրդային Միությունը, երբ որ սկսվել է Արցախյան առաջին պատերազմը, մենք սերունդներն ենք այդ իրադարձությունների, այսինքն Իսպանիայի հայկական համայնքը ստեղծվել է 90-ական թվականներին ելնելով հենց այս իրադարձություններից։ Եվ սա էլ պետք է հաշվի առնել, որ Իսպանիայում Հայաստանը դեռևս անճանաչելի երկիր էր, երբ որ մենք սկսել ենք արտարծել հենց ասենք հայոց ցեղասպանության հարցը։ Այս առումով աշխատանքը շատ է եւ երբ որ տեսնում ենք, որ Հայաստանում քաղաքական կուրսը փոխվում է, կոնկրետ այս հարցում արդեն սկսում է դժվարություններ առաջանալ, երբ որ սկսում ենք դիմել, ասենք, տարբեր կառավարություններին, մարզային կամ տեղական իշխանություններին, որպեսզի նրանք նույնպես ճանաչեն ցեղասպանությունը։ Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք կապերին, ակնհայտ է, որ այն աստիճանաբար թուլացել է եւ որոշ նաեւ տենդենց է նկատվել Սփյուռքը պառակտելու այդ գործընթացը։ Այդ գործընթացը նկատվել է, քանի որ կառավարության կողմից մանավանդ երբ որ Սփյուռքի նախարարությունը փակվեց, որի միջոցով տարբեր միջոցառումներ է իրականացում Հայաստանում եւ Սփյուռքի տարբեր երկրներում, Հայաստան-Սփյուռք կապը աստիճանաբար նվազեց եւ սա նաեւ հետևանք է այն քաղաքականության, որը տանում է ներկայիս իշխանությունը, Հայաստանի իշխանությունը։ Սա իհարկե պետք է վերանայվի, իհարկե պետք է հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ, ով է ասում, որ չպետք է ունենանք եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ մեր սահմանում գտնվող բոլոր երկրների հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսենք այնպիսի կարևոր հարց, ինչպիսին է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում։ Ակնհայտ է, որ ցեղասպանության հարցը առաջնահերթություն չդարձնելը, դա ինչպես ներքին համոզմունքի, այնպես էլ արտաքին ճնշումների արդյունք է։ Եվ եթե դա դառնում է մեր քաղաքականության առանցքային գիծը, ապա ստացվում է այսպիսի իրավիճակ, ինչպես ստացվեց, ասենք, մոտավորապես մեկ ամիս առաջ այդ Իսրայելի կառավարության կողմից ճանաչելու պարագայում, երբ Հայաստանի ղեկավարության ռեակցիան ընդհանրապես այն էր, որ եկեք դա գործիք մի դարձրեք, զենք մի դարձրեք։ Ինչ եք կարծում, արդյոք Հայաստանի կառավարությունը ճիշտ վարվեց այդպես արձագանքելով, որովհետև ինչպես հետագայում ընթացքը ցույց տվեց, ինչպես բազմաթիվ անգամ եղել էր Իսրայելի պարագայում, նրանք փորձել էին ճանաչել, հետո ինչ-որ փուլում կանգ էր առել եւ ուրեմն Հայաստանը եւ հայերը հայտնվել էին ինչ-որ իմաստով խոցելի վիճակում։ Ձեր մոտեցումը այս հարցին։ Իհարկե Հայաստանի կառավարության պատասխանը շատ անհարիր էր։ Ես կասեի նույնիսկ ոչ թե թույլ էր, այլ հայկական ինչ-որ մի պատասխան էր, որը չես հասկանում դեպի ուր է տանում։ Պատասխանը պետք է լիներ, որ մենք գնահատում ենք Իսրայելի ձգտումները վերականգնելու պատմական արդարությունը։ Շնորհակալ ենք, որ Իսրայելը նույնպես վերացնում է այն երկրների շարքը, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանություն։ Դա պետք է լիներ պատասխանը ակնհայտ։ Պարտադիր չէր Թուրքիայի անունը շեշտել այնտեղ, որպես այսպես ասած հանկարծ Էրդողանը չնեղան։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը նաև որ
Թուրքիան Գաղտնիք չէ, որ Հայաստանը հիմա ավելի քան երբևէ ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել, բացել սահմանները, ճանապարհները գործարկել եւ այլն։ Արդյոք Հայաստանի կողմից այլ ռեակցիան կամ նեյտրալ ռեակցիան խոչընդոտ չէր լինի առանցատել շատ դժվար Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Ես կարծում եմ, որ Թուրքիան այսպես թե այնպես պետք է բացի Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը, որովհետեւ դա մեծ հաշվով աշխարհքաղաքական հարց է եւ նույնիսկ մեծ հաշվով կապված չէ Թուրքիայի հետ եւ շատ դեպքերում նաեւ հիմա ճնշում է գնում Թուրքիայի վրա, որպեսզի նա որքան հնարավոր է շուտ բացի այդ սահմանը։ Եվ շնորհակալություն հայտնելով Իսրայելի կառավարությանը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դրանով ինչ որ փակուղի չէր գնալու այս հարցը, Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի բացման հարցը եւ հարաբերությունների կարգավորման հարցը։ Ի վերջո նորից կրկնում եմ, որ ժամանակ է գալու, որ Թուրքիան ընդունելու է եւ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ Եվ ավելի լավ է հիմա նույնիսկ ոչ ոք էլ չի ստիպում ասելու, որ ասեք, որ մեր արտաքին քաղաքական կուրսի մեջ այս ցեղասպանությունը առաջնակարգ տեղ չի։ Ով է ձեզ ստիպում, որ դա ասեք։ Ասեք, ով է ստիպում։ Ոչ ոք չի ստիպում, ոչ ոք չի ասում, ոչ ոք նույնիսկ չի էլ հարցնում, այդպիսի հարց նույնիսկ չի հնչում, իսկ Հայաստան հարցունից ժամանակ առ ժամանակ դա շեշտում են, որ մեր արտաքին քաղաքականության կուրսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը առաջնահերթ հարց չի։ Դա նույնիսկ եթե չեք ուզում այդ հարցով զբաղվել կամ չեք ուզում որպեսզի մեծ արձագանք ունենա, ընդհանրապես կարելի է լռել։ Տարբեր գործողություններ իրականացնել, բայց լռել։ Ոչ թե անընդհատ շեշտել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նույնիսկ արդեն հայոցն են վախենում արտահայտել հայոց բառը։ Ցեղասպանության ճանաչման հարց են ասում, այսինքն ընդհանրացնելով, որպեսզի հանկարծ մեր հարևանը, այսպես ասած, չնեղանա այդ հարցում։ Ես կարծում եմ, որ ինչքան որ մենք ինքներս աշխատենք ակել այդ հարցը, այսպես ասած, ավելի վատ տպավորություն ենք թողնում հենց Թուրքիայի առաջ։ Այդպես եմ կարծում, հաշվի այսինքն նկատի չունենալով անգամ հայոց սփյուռքը, նկատի չունենալով անգամ հայրենիքը մեր, որը պետք է պայքարի այդ հարցի շուրջ։ Մենք պարզապես Թուրքիայի աչքի առաջ դառնում ենք ավելի կրավորական կեցվածք ընդունող ազգ կամ երկիր։ Սփյուռքը մեծ գործոն է եւ ավելի ուժեղ գործիքներից մեկն է հիմա այս հարցում, դրա համար Թուրքիան ավելի շատ հիմա վախենում է մեր այդ ռեսուրսի վրա։ Լավ, բայելով պիտի պայքարեր Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Իհարկե Սփյուռքը, որը առաջացել է հենց ցեղասպանության պատճառով, ցեղասպանության հետևանք է Սփյուռքը։ Եվ ինչու չպետք է պայքարի։ Հայաստանը չի կարողացել 100 պատշաճի պայքարել, որովհետև 70 տարիների ընթացքում խորհրդային միության կազմում գրեթե արգել եղել այդ մասին խոսել։ 90-ականներից է սկսել մեր պայքարը հայրենիքից եւ այդ առումով կապը ավելի է ամրապնդվել Սփյուռքի հետ։ Ինձ թվում է հենց անկյունաքարային հարցերից մեկն էլ հենց այդ է, որ հայրենիքի եւ Սփյուռքի միջև կապը հաստատվել է հենց այդ պայքարի շնորհիվ։ Հայաստանի 91 թվականի անկախությունից վերանկախությունից հետո տասնամյակներ շարունակ չի եղել Հայաստանի կառավարության կողմից հայրենադարձության հստակ ծրագիր։
Հստակ ծրագիրը հստակ կետեր է պարունակում եւ այդ կետերի իրականացումը չի եղել։ Ես կրկնում եմ, որ Սփյուռքը մեր ամենամեծ մարդկային ռեսուրսն է, որը գոյություն ունի։ Եթե լիներ հստակ պետական ծրագիր հայրենադարձության, մենք արդեն այս 30 տարվա ընթացքում Հայաստանում կունենայինք ոչ թե 3 միլիոն, այլ 6 միլիոն, առնվազն 6 միլիոն բնակչություն։ Եվ դա դեմոգրաֆիական հարցը կլուծեր, դա կլուծեր Սփյուռքի հարցը, ժամանակին կներեք Սյունիքի հարցը, դա ժամանակին կլուծեր Արցախի հարցը, որտեղ բնակչությունը պետք է հասներ այս 30 տարվա ընթացքում առնվազն 1 միլիոնի։ Եթե Արցախում լիներ 1 միլիոն բնակչություն, իսկ դա պետական ծրագրով էր միայն հնարավոր, ոչ ոք չէր հարձակվել, չէր կարողանա հարձակվել Արցախի վրա։ Եվ նույնը Սյունիքում, եթե հիմա մենք Սյունիքում 1.5 միլիոն բնակչություն ունենայինք, ոչ ոք չէր խոսա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Այսինքն դա մեր սխալ պետական քաղաքականության հիման վրա է եղել այս հարցը, որը որ ամենակարևոր, կրկնում եմ, ամենակարևոր հարցերից մեկն է։ Մենք կարող էինք ունենալ Հայաստանում 6 միլիոն բնակչություն եւ այս հարցով լուծել դեմոգրաֆիական հարցը եւ 6 միլիոն բնակչություն ունեցող երկրի վրա ոչ ոք հարձակվելու միտում անգամ չէր։ Առնվազն 1 միլիոն բնակչություն պետք է լիներ Արցախում։ Արցախում բնակչությունը 150,000-ից այդպես էլ չավելացավ։ Եվ ես կարծում եմ, որ դա նույնպես այդ փակ բոլորիս անհայտ հետո է դա բացում, բոլորիս անհայտ քաղաքականության հետևանք է։ Դա պայմանավորվածության հետևանք է, ես հիմա այդպես եմ կարծում։ Պայմանավորված, որպեսզի բնակչությունը չավելանա, որպեսզի պետական ծրագրեր չլինեն այնտեղ բնակչությունը ավելացնելու, տարբեր ծրագրերով բնակեցնելու մարդկանց այնտեղ աշխատանքով, հողով, տնով, տարբեր ռեսուրսներով ապահովելու ծրագրերը չիրականացնելու միտում է։ Եվ դա ակնհայտ է հիմա, եւ դա տեսնում ենք հիմա, երբ որ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Այս հարցը պետք է հիմա լուծենք, հիմա, եթե ուշացրել ենք ոչինչ։ Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին, այո, մենք պետք է Իսրայելի հետ հարաբերություններ հաստատենք, դա շատ կարևոր հանգամանք է։ Եվ պետք է հաշվի առնենք իհարկե մեր հարևանությամբ գտնվող Իրանի հանգամանքը, այդուհանդերձ մենք մեր հարաբերությունները այդ երկրի հետ պետք է զարգացնենք, որովհետև Իսրայելը մեծ սփյուռք ունի եւ մեծ լոբի ունի ամբողջ աշխարհում եւ դա մեզ կարող է շատ օգտակար լինել։